Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Վերջին շրջանում երկու դերասանների, մասնավորապես գլխավոր հերոսին մարմնավորող դերասան Լևոն Մկրտչյանի և գլխավոր հերոսուհուն մարմնավորող Ռոզա Դավթյանի ամուսնությունից հետո համացանցում լուրեր տարածվեցին, որ նրանք այլևս չեն շարունակելու նկարահանումները հեռուստասերիալի շրջանակներում։ Հատկապես ընդամենը օրեր առաջ Լևոն Մկրտչյանի կինը Էվելինա Ստեփանյանը սոցիալական ցանցի իր էջերում արեց հրապարակում, որտեղ գրված էր «Հայաստան, մենք քեզ կարոտելու ենք», ինչը ևս մեկ անգամ առիթ դարձավ, որ հեռուստադիտողները, հետևորդները, սոցիալական կայքերը քննարկեն, որ Լևոն Մկրտչյանն այլևս չի նկարահանվելու հեռուստասերիալում և լքելու է հայրենիքը։ Բնականաբար այդ ամենն այդպես չէր, քանի որ սա մի փոքրիկ ինտրիգի մաս էր։ Լևոն Մկրտչյանը երկիրը չի լքել, իսկ մանրամասները ներկայացրել է հենց Դիանա Գրիգորյանը սոցիալական ցանցի իր էջերում։ Բարի օր բոլորին, քանի որ ես ազատ պահ ունենում եմ միայն վարելիս, ինչու, որովհետև հիմնականում խցանումներ են լինում եւ այս պահը միշտ փորձում եմ օգտագործել հոգուտ ձեզ, ուրեմն նոր շատ տարօրինակ հոդված ընկավ աչքովս եւ ես այդ հոդվածը կարդացի ճիշտ այնպես ինչպես կարդում են այսօրվա ընթերցողները, միայն վերնագիրը, բայց անկեղծ ասած մեկնաբանություն չթողեցի, որովհետեւ ձեռքերս բախված են, վարում եմ, ինչեւ է, անցանք, ինչպես էր, ով կփոխարինի հայրենիքը լքած Լևոն Մկրտչյանին, Վերջին զանգը հեռուստասերիալում։ Այ ընկերներ, ով է լքել հայրենիքը, Լևոնը Մկրտչյան, մեր գլխավոր հերոսը, Լևոն ջան, որ հայրենիքը, ով է լքել հայրենիքը, Լևոնը Մկրտչյան, մեր գլխավոր հերոսը, Լևոն ջան, որ հայրենիքը լքում ես, խնդրում եմ իրազեկի, լավ մեզ, ախր ի վերջո դու մեր գլխավոր հերոսն ես, մենք պիտի իրազեկված լինենք, սա ինչ բան է, ոնց կարելի հայրենիքը լքել առանց մեզ ասելու, ես իհարկե վաղուց արդեն չեմ վերաբերվում մեր լրագրական դաշտին, բացարձակ, բայց օրինակ այս հոդվածը ինչ խոսք ծիծաղ առաջացրեց, շփտացի, ծիծաղեցի, այնպես որ այնքան շնորհակալ եմ, որ դուք զբաղեցնում եք մեզ եւ հասարակության մի ստվար զանգվածի, ովքեր իդեպ ձեզ հավատում են, բա, ու հիմա հաջորդ հոդվածը, ինչպես արձագանքեց անտեղյակ Դիանա Գրիգորյանը հայրենիքը լքած Լևոն Մկրտչյանի ուրեմն լուրը լսելուն, ովքեր իդեպ ձեզ հավատում են, բա, ու հիմա հաջորդ հոդվածը, ինչպես արձագանքեց անտեղյակ Դիանա Գրիգորյանը հայրենիքը լքած Լևոն Մկրտչյանի ուրեմն լուրը լսելուն, այս մարդն ասաց Լևոն ջան, միած զգուշացրու, շնորհքն էլ լավ բան է։ Բարի օր բոլորին, ուզում եմ միանգամից ասել, որ մեր նկարահանումները շարունակվում են, ամենտեղ տարբեր հոդվածներ կարդալով ես պարզապես զարմանում եմ մեր լրագրական դաշտի այս չափ աղտոտվածության վրա, որտեղից են հորինում, ինչ վառ եւ ոչ պիտանի երևակայություն ունեն, իսեր Աստծուն, հանդարտվեք, մեր նկարահանումները շարունակվում են, մեր հերոսները Լևոնը Մկրտչյան, Ռոզին Դավթյան նկարահանման հրապարակում են, ավարտեք այս ամենը, իսկապես ծիծաղելի եք, ամեն միջոցառումից հետո կլինի հարսանիք, կլինի ծնունդ, այսքան սխալ տեղեկատվություն, ինչպես եք ձեր ուղեղի մեջ ծնում, և հետո ձեր շատ ոչ պիտանի երևակայության պտուղներով կերակրում եք մեր հեռուստադիտողին, մի կերակրեք ձեր երևակայության
շատ վատ երևակայության պտուղներով մեր հեռուստադիտողին, որովհետև մենք ունենք շատ լավ հեռուստադիտող, հոգատար, ուշադիր, որի համար իհարկե մենք շատ շնորհակալ ենք։ Մի կերակրեք, ավարտեք այս ամենը, որքան կարելի է մտնել, ներխուժել ուրիշի կյանք, մտնել ուրիշի անկողին, սխալ տեղեկատվություն հրամցնել, մի քանի դիտում ավել ունենալու համար, լավ չեք հոգնել, ավարտեք այս ամենը, ավելի փորձեք ճիշտ ապրել, փորձեք ուղղակի ճիշտ ապրել, ավարտեք այս ամենը։ Ավել բան չեմ ուզում ձեզ ասել, ձեզ լավ օր, բարի օր